Բարև բարեկամներ, Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Սփյուռքն այսօր հաղորդաշարի հերթական թողարկումն է նվիրված Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ համայնքին, իմասնավորի Կալիֆոռնիայի հայ համայնքին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական սփյուռքը աշխարհում թվով երկրորդն է, մեծությամբ իր տեղը զիջում է միայն Ռուսաստանի հայ համայնքին։ Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական սփյուռքն ավելի կազմակերպված է ազգային իմաստով եւ ազգային ինքնության պահպանման հետ կապված այստեղ ազգային կյանքն ավելի եռուն է եւ գործում են բազմաթիվ կազմակերպություններ, բարեսիրական կազմակերպություններ, հոգեվոր մշակութային կազմակերպություններ, կրթական, մարզական եւ այլն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ համայնքի կյանքը անցյալն ու ներկան այնքան հարուստ եւ բազմազան է, որ նույնիսկ մի քանի հաղորդումներում ամբողջապես այն ներկայացնել հնարավոր չէ։ Ուստի մենք որոշեցինք առհասարակ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական սփյուռքին անդրադառնալ առանձին, այսինքն ամեն նահանգի քաղաքի հայկական սփյուռքին, նրան այնտեղ գործող կազմակերպություններին, կառույցներին, անհատների գործունեությանը կանդրադառնանք մեր ապագա հաղորդումներում։ Իսկ այսօրվա մեր հաղորդումը նվիրենք հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի հայ համայնքին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի հայկական սփյուռքը աշխարհի ամենամեծ եւ ամենակայացած զարգացած հայկական համայնքներից մեկն է։ Հայերի ներգաղթը Կալիֆոռնիա սկսվել է դեռևս 19-րդ դարասկզբից, սակայն բնականաբար հայերի թիվը ստվարացավ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ նաեւ Կալիֆոռնիայում 20-րդ դարասկզբին, հատկապես հայոց ցեղասպանությունից հետո։ Ավելի ուշ 1970-ից 80-ական թվականներին մերձավոր արևելքի երկրներից Սիրիա, Լիբանան, Իրան շատ հայեր տեղափոխվեցին եւ բնակություն հաստատեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նոր ներգաղթի ալիք սկսվեց դեպի Ամերիկա նաեւ Խորհրդային Միության փլուզումից հետո, ինչպես նաև Հայաստանից, այնպես էլ Խորհրդային Միության նախկին հանրապետություններից մեծ թվով հայեր ձգտեցին եւ հաստատվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հատկապես Կալիֆոռնիայի նահանգում։ Այսօր Կալիֆոռնիայում ապրում է 600,000-ից ավելի հայ որոշ տվյալներով, որոնց մեծ մասը կենտրոնացած է Լոս Անջելեսում եւ նրա արվարձաններում, հատկապես Գլենդել քաղաքում, որն համարվում է հայկական քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այստեղ հայերենը լայնորեն օգտագործվում է առօրյա կյանքում, գործում են բազմաթիվ հայկական խանութներ, մշակույթի կենտրոններ, արվեստի կենտրոններ եւ բնականաբար ռեստորաններ եւ հայերի համար այլ օջախներ։ Կալիֆոռնիայի հայ համայնքը մեծ ուշադրություն է դարձնում հայեցի կրթությանը եւ մշակույթին։ Այստեղ գործում են բազմաթիվ հայկական դպրոցներ, որտեղ հայ զավակները սովորում են հայոց լեզու, գրականություն եւ պատմություն։ Տնտեսական առումով նույնպես հայերը Կալիֆոռնիայում բավականին ակտիվ են, նրանք ներգրավված են տարբեր ոլորտներում, ինչպես առևտրի, բժշկության, շինարարության, տեխնոլոգիաների եւ այլն։ Շատ հայ գործարարներ հասել են մեծ հաջողությունների եւ իրենց աշխատանքով նպաստում են ինչպես տեղական, այնպես էլ հայկական համայնքի զարգացմանը։ Քաղաքական դաշտում նույնպես հայ համայնքն ունի ազդեցություն։ Հայ ամերիկացիները մասնակցում են տեղական եւ նահանգային կառավարման գործընթացներին, ունեն իրենց ներկայացուցիչները եւ ակտիվորեն պաշտպանում են հայկական շահերը, հայկական հարցի խնդիրները, հայոց ցեղասպանության ճանաչման, արցախահայության եւ Հայաստանի Հանրապետության շահերից բխող այլ խնդիրներ։ Ինչպես է ձևավորվել հայկական այս համայնքը եւ ինչ ճանապարհ է անցել, այս մասին է պատմում մեր տեսանյութը, որից հետո մեր տաղավարում կզրուցենք Կալիֆոռնիայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի Լևոն Պարոնյանի հետ։ Մնացեք մեր եթերում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական սփյուռքը աշխարհում թվականակով երկրորդ հայկական գաղթօջախն է, ուր հայկական ծագմամբ ամերիկացիների թիվն հասնում է մինչև 1,5 միլիոն 500,000-ի։ Ամերիկահայերի ճնշող մեծամասնությունը, մոտ 900,000 հայ, բնակվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում, որը երբեմն անվանում են Ամերիկյան Հայաստան։
Հայերը Կալիֆորնիայում սկսել են հաստատվել 1880-ական թվականներից։ Հայերի մի մասն այստեղ հաստատվել է ԱՄՆ-ի արևելյան նահանգներից, որոշները արևմտյան Հայաստանից։ 1883 թվականի աշնանը մարզվանից, այնուհետև Յոզղաթից Կալիֆորնիա է գաղթել մոտ 60 հայ։ Նրանց հիմնական մասը հաստատվել է հենց Ֆրեզնոյի շրջանում, Սան Ոգին հովտում։ Այսպես Ֆրեզնոն հանդիսացել է հայերի առաջին հանգրվանը Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմուտքում։ 1890 թվականին Ֆրեզնոյում բնակվել է մոտ 160, իսկ 1894 թվականին 360 հայ։ Այդ տարիներին հայերի մշտապես աճող արտագաղթի հիմնական պատճառը Արևմտյան Հայաստանում, Հայկական Կիլիկիայում եւ Օսմանյան կայսրության այլ շրջաններում հայերի նկատմամբ իրականացվող թուրքական իշխանությունների բռնաճնշումներն ու կոտորածներն էին։ Այդ ժամանակահատվածում Կալիֆորնիայի մասին լուրերը հաճախ նաև առասպելական այնպես էին տարածվել, որ որոշ թվով հայեր ուղևորվել են ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան, ինչպես նախկինում, այլ միանգամից արևմտյան շրջաններ, Կալիֆորնիա։ Փաստ է նաև, որ մարտահամարի ժամանակ որոշ հայեր թաքցրել են իրենց ազգային պատկանելիությունը։ Ներկայանալով որպես ամերիկացի եւ անվանափոխ լինելով, հայերը փորձում էին զերծ մնալ համատարած այն արգելքներից ու խտրականությունից, որոնք առկա էին հասարակական, սոցիալական եւ իրավական ոլորտներում։ 1900-ական թվականների սկզբներին հայերը մեծ հողատարածքներ են գնել Լոուել կոչվող վայրում եւ ստեղծել զուտ հայաբնակ ավան։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոստային դեպարտամենտը ընդառաջ գնալով ավանի հայ բնակչության խնդրանքին այն վերանվանել է Եդեմ։ 1900-ականների սկզբին Կալիֆորնիա են սկսել ներգաղթել նաև արևելյան Հայաստանից։ Առաջինը Կարսի մարզի Կարակալա գյուղի բնակիչներն էին, հիմնականում ավետարանական եկեղեցու հետևորդներ։ Կարակալայի բնակիչների արտագաղթից հետո որոշ ժամանակ անց Միացյալ Նահանգներում եւ հատկապես Կալիֆորնիայում հաստատվելու մոլուցքը տարածվել է նաև Շիրակի բնակիչների մոտ։ Առաջին համաշխարհային պատերազմը, ինչպես նաև 1917 թվականի ռուսական երկու հեղափոխությունները նույնպես խթան են հանդիսացել հայերի Ամերիկայի Միացյալ Նահանգներ հաստատվելուն։ Հայերու Կալիֆորնիա գալը մեծ համատություններ առած է վերջերս։ Կուգան ամեն կողմերը, թե Միացյալ Նահանգները եւ թե երկրեն։ Կուգան անհաշիվ եւ տարերային կերպով, շատերը կծախեն տուն ու հաստատված գործը ու կուգան, ուրիշներ առանց դրա մի կուգան։ Կալիֆորնիայում հաստատված հայությունը տնտեսական կյանքը բարելավելուն զուգահեռ աստիճանաբար ձեռնամուխ է եղել նաև ազգային հոգևոր կյանքի ամրապնդմանը։ Այսպես 1899 թվականին Ֆրեզնոյում ձեռնարկվել է հանգանակություն, ինչի շնորհիվ մեկ տարի անց կառուցվել է քաղաքի Սուրբ Երրորդություն եկեղեցին, նահանգի հայության համար դառնալով մայր եկեղեցի։ Ֆրեզնոյից դուրս 1904 թվականին հայ առաքելական առաջին եկեղեցին հիմնվել է Եդեմում, իսկ 1910 թվականի փետրվարի 3-ին սկսվել է Ֆաուլեր քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումը։ 1915 թվականից մինչև 1919 թվականի Փարիզի խաղաղության վեհաժողովը Ամերիկայի Միացյալ Նահանգներ են ներգաղթել մոտ 3620 հայ։ 1920 թվականի պաշտոնական մարտահամարի ժամանակ Կալիֆորնիայում հաշվում էր 10121 հայ, որից Լոս Անջելես 962 հայ, Սան Ֆրանցիսկո 297 հայ, Ֆրեզնոյի շրջան 8862։
1920 թվականին Ֆրեզնոյի շրջանի հայ բնակչության 55%-ն ապրում էր գյուղական շրջաններում։ Այստեղ հայերը զբաղվում էին հողագործությամբ եւ մեծ ներդրում էին բերում տնտեսությանը։ Նրանց աճեցրած պտուղները բանջարեղենն առաքվում էր աշխարհի տարբեր անկյուններ։ Հայերը Ֆրեզնոյում հայտնի էին խաղողագործությամբ եւ չամիչ պատրաստելով։ 1922 թվականի տնտեսական ճգնաժամի պատճառով մեծ թվով հայեր Սան Ոգին հովտի գյուղական ավաններից սկսել են հեռանալ բնակություն հաստատելով Ֆրեզնո քաղաքում, Լոս Անջելեսում եւ Սան Ֆրանցիսկոյում, որոնք արդյունաբերական եւ առևտրական արագ զարգացող քաղաքներ էին եւ ունեին նոր աշխատատեղեր։ Արդեն 1927 թվականին ըստ Փարոս ամսաթերթի Կալիֆոռնիայում ապրում էր 16000 հայ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայտարարված զորահավաքին իրենց մասնակցություն են ունեցել նաև Կալիֆոռնիայի հայերը։ Մի քանի հազար հայ ընդգրկվել են Ամերիկայի ռազմաճակատներում։ Մեծ թվով հայեր Կալիֆոռնիա տեղափոխվեցին նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իսկ Խորհրդային Միության փլուզումից առ այսօր ամեն տարի ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ աշխարհի բազմաթիվ հայկական գաղթօջախներից շարունակվում է հայերի հոսքը Միացյալ Նահանգներ, հատկապես Կալիֆոռնիա։ Այսօր հայաշատ է Գլենդել քաղաքը, որի բնակչության մոտ 40%-ը հայ է։ Լոս Անջելեսում գործում է հայկական հեռուստատեսություն, հայերենով հրատարակվում են թերթեր, ամսագրեր, գործում են տասնյակ հայկական եկեղեցիներ, կառավարական օղակներում կան հայ պաշտոնյաներ, որոնք պաշտոնապես ներկայացնում են հայ բնակչության շահերը։ Մեծաթիվ հայ համայնք կա նաև Բրբանքում, Հոլիվուդում, Փասադենայում, Սան Դիեգոյում, Մոնտեբելոյում, Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում, Սակրամենտոյում։ Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքի պետական համալսարանում գործում է հայագիտական ամբիոն, որը զբաղվում է Հայաստանի մասին ուսումնասիրություններով, իսկ համալսարանի կենտրոնում կանգնեցված է հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը։ Կյանքի վերջին տարիներին Ֆրեզնոյում է ապրել հայ ժողովրդի մեծանուն զավակ Անդրանիկ Օզանյանը։ Այստեղ հասակ է առել մեկ այլ մեծանուն հայ գրող Վիլյամ Սարոյանը։ 2018 թվականին Ֆրեզնոյում բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը։ 1957 թվականին Կալիֆոռնիայի Վայսելիա ավանում է ծնվել Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը։ Բարեկամներ, Երկիր մեդիայի եթերում Սփյուռքն այսօր հաղորդաշարի հերթական թողարկումն է եւ ինչպես հաղորդման սկզբում ասացի, մենք այսօր նաեւ կունենանք հյուր։ Մեր հաղորդումը նվիրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ համայնքին, իմասնավորի Արևմտյան Ամերիկային։ Եվ այսպես իմ հյուրն է Լևոն Պարոնյանը, հայ հեղափոխական դաշնակցության Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի անդամ։ Ողջույն, պարոն Պարոնյան։ Շատ ուրախ եմ ձեզ ողջունելու Սփյուռքն այսօր հաղորդաշարի տաղավարում։ Ինչպես տեղյակ եք, մեր հաղորդումը անդրադառնում է հայկական Սփյուռքին, Սփյուռքի համայնքներին, գաղթօջախների պատմությանը, ներկային, անցյալին, եւ այսօր կուզենայի խոսենք թերևս ձեր համայնքից, Արևմտյան Ամերիկայի հայ համայնքից։ Գաղտնիք չէ, որ հայերը Ամերիկայում մեծ թիվ են կազմում եւ հատկապես Ամերիկայի արևմտյան հատվածում, կուզենայի ընդհանուր գծերով ներկայացնեիք հայ համայնքը։ Շնորհակալություն Արտուր հրավերի համար։ Արևմտյան Ամերիկայի համայնքը բավականին հին է, այդպես եթե կարելի է բնութագրել։ Սկզբում հիմնականում հաստատվել են Ֆրեզնո քաղաքում, որը կենտրոնական Կալիֆոռնիայի քաղաք է, ու հիմնականում դա 1900 թվականների սկզբներում հողագործությամբ, այսինքն Արևմտյան Հայաստանից նույնիսկ մեծ եղեռնից առաջ մեծ թիվով հայություն է հաստատվել Ֆրեզնոում։ Հետո կամաց գնացել են դեպի ավելի հարավային Կալիֆոռնիա ու մեծ ներհոսք եղել է հիմնականում
60-ական թվականներին, բայց դրանից առաջ էլ 40-ական թվականներին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նաև մի մեծ հոսանք այսպես կոչված DP-ներ, այսինքն այն ռազմագերիները, որոնք Սովետ միության տարբեր քաղաքներից հայեր, որոնք գերմանացիները գերի էին վերցրել, երբ դաշնակից ուժերը հաղթեցին պատերազմը, իրենց ազատեցին ու հաստատեցին Լոս Անջելես։ Այդպես տարբեր շերտերով հոսանքներ են եղել, ներգաղթ է եղել դեպի Կալիֆոռնիա, բայց մինչև ասենք 70-ական թվականների վերջերը Կալիֆոռնիայի հայությունը մոտավորապես 100-150 հազարի շուրջ էր։ Ավելի մեծ թվով սկսել են գալ 80-ական թվականների վերջավորության, բնականաբար տարբեր տեղերից, հիմնականում Հայաստանից իհարկե, բայց նաև Միջին Արևելքի տարբեր երկրներից, Իրանից, Լիբանանից, Սիրիայից, ավելի ուշ Իրաքից, դրա համար բազմաշերտ, այսինքն բան ունենք, սպյուրք ունենք կայացած։ Կալիֆոռնիայում այսօր հաշվարկներով կա մոտավորապես 600,000 հայ, որի երևի 90%-ը հենց Լոս Անջելեսի շրջակայքում է ապրում։ Հետաքրքիր է, որ նայեք, մենք առհասարակ գիտական տերմինով բաժանում ենք դասական սփյուռք եւ նորագույն սփյուռք, այս դեպքում մի քանի շերտեր կան Կալիֆոռնիայում, կարծես թե կա Արևմտյան Հայաստանից գնացած եւ նաեւ կան արևմտահայեր, ովքեր գնացել են սկզբում այլ համայնքներ, օրինակ Իրան, Լիբանան, ինչպես նշեցիք, Սիրիա, եւ հետո նոր գնացել են եւ իհարկե 90-ականներին մեծ թվով հայեր գնացին։ Այ կուզենայի ես բազմաշերտությանն էլ անդրադառնալ։ Կան այդ ավելի հին հաստատված հայերը, որոնք ուղակի Թրքահայաստանից, Արևմտահայաստանից են գաղթել, ինչպես նշեցի, դեռ 20-րդ դարի սկզբներին։ Դրանք թվով այսօր մոտավորապես երևի 5%-ն են համայնքի, Ֆրեզնոում են եղել, բայց հիմա ավելի կենտրոնացել են Լոս Անջելեսում։ Տարբեր հանգրվաններով եկել են, նույնիսկ ասենք օրինակ իրանահայերը, եթե վերցնենք օրինակ, մի մեծ հատված եկել է հենց իրանական իսլամական հեղափոխության այդ ժամանակներին, բայց դրանից հետո նաև 20 տարի հետո մեծ հոսք ա եղել եւ դեռ գալիս են հիմա բնականաբար Իրանից։ Նույնն էլ Լիբանանի պարագային, հենց Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ մեծ հոսք ա եղել, բայց հետո մի շարունակաբար եկել են Սիրիայից, Հայաստանից առաջին մեծ թվով գաղթողները եղել են 70-ական թվականներին, որ սահմանները բացվել են։ Այդ թվերում հիմնականում արտագաղթել են Հայաստանից դրանք, ովքեր ազգական բարեկամներ են ունեցել ԱՄՆ-ում եւ նաեւ հայրենադարձվածներ։ Հիմնականում արդեն հայրենադարձ։ Օրինակ իմ ընտանիքը հայրենադարձների ընտանիքից եմ, որոնք 46-47 թվականներին Ռումինիայից եւ Սիրիայից ներգաղթել էին հայրենիք, իսկ 76-77 թվականներին արտագաղթեցին Լոս Անջելես։ Իսկ ավելի ուշ 90-ական թվականների սկզբին արդեն ամեն տեսակի հայաստանցի գաղթեց դեպի Լոս Անջելես։ Այսօր ունենք բազմաշերտ, բազմատեսակ համայնք այնտեղ, որը շփումներն ինչպիսին են, հետաքրքիր է, օրինակի համար դասական սփյուռքը արևմտահայերը հիմնականում իրար հետ են շփվում, թե այդպիսի խնդիր չկա, լայն շփումների մեջ եք։ Հիմնականում այնց ոնց ասեմ, հիմնականում էլի օրինակ իրանահայը շփվում է իրանահայի հետ, հայաստանցին հայաստանցու հետ, բայց այնպիսին չի ինչպես օրինակ 20-30 տարի առաջ, օրինակ լիքը ամուսնություններ կան, որ կինը հայաստանցի է, ամուսինը իրանահայ է եւ այլն, գնալով երկրորդ, երրորդ սերնդի համար այդ գծերը այլևս վերանում են, հատկապես որովհետեւ բարեբախտաբար կամ դժբախտաբար չգիտեմ, երեխեքը որ եթե իրար հետ անգլերեն են խոսում, այլևս տարբերություն չկա, ամերիկահայ են դառնում։ Այ տեսեք ամենացավոտ խնդիրներից մեկն ըստ էության բարձրացրեցիք, այ կուզենայի իմանալ, թե լեզվի խնդիրը, առհասարակ ինքնության պահպանման խնդիրը ինչպիսին է Կալիֆոռնիայի դեպքում։ Հայերը մեծ թիվ են կազմում, բայց այնուամենայնիվ կա, չէ, նաև այդ մտահոգությունը, որ լեզուն կամաց կարծես թե վտանգ կա, որ կմոռանան կամ չեն շարունակի գոնե հաջորդ սերունդները։ Կուզենայի այդ մասին խոսեք եւ իհարկե սրա հետ շատ շահկապված է նաև հոգեոր մշակութային կյանք, ինչպիսին է դպրոցներ, վարժարաններ, ես գիտեմ, որ բավական մեծ թվով հայկական կրթօջախներ են գործում։ Այո, Լոս Անջելեսում ունենք ամենօրյա հայկական դպրոցներ,
3 հատ մինչև երկրորդական դպրոց, մեր մոտ մինչև 12-րդ դասարան է, ունենք նաև մի քանի հատ մինչև 8-րդ դասարան, դպրոցների մեծամասնությունը մեր արևմտյան թեմի, Կիլիկյան թեմի առաջնորդարանի հովանավորության այդ համակարգի տակ են, բայց նաև ունենք այլ դպրոցներ, բարեգործական միությունը ունի 1-2 դպրոց, ավետարանչական հայ համայնքը ունի 2-3 դպրոց, Սան Ֆրանցիսկոում էլ ունենք մինչև 8-րդ դասարան դպրոց, բայց դժբախտաբար մեր հայկական դպրոցները կարողանում են սպասարկել միայն երիտասարդության 5%-ին, մնացած 95%-ը ստիպված այցելում կամ պետական ամերիկյան դպրոցներ կամ այլ, այսինքն մասնակի private դպրոցներ։ Հայկական դպրոցներ լիարժեք զբաղված են, տեղ չկա։ Այո, հերթ կա, մեծ հերթ կա, դա էլ վերջին 3-4 տարվա մեջ այդպես ստացվեց, չգիտեմ եթե հետևում եք, տարբեր տեսակի օրակարգներ կային Կալիֆոռնիայում, հիմնականում ԼԳԴՊ եւ այլն տարբեր բաների վերաբերյալ, քիչ ծնողները զգուշանալով, քիչ վախենալով նախընտրեցին, ով կարողացավ իր երեխային փորձեց հայկական դպրոց արձանագրել, այդ պատճառով հիմնականում մեծ հերթ առաջացավ, օրինակ իմ երեխաները գնում են Ռոզի Վալեկվիլի բոսազգային վարժարան, մենակ մեր դպրոցում այս պահին 5-600 հերթ կա, այսինքն 5-600 երիտասարդներ հերթի են սպասում, որ դպրոց կարողանան մտնել։ Դժբախտաբար լեզվի հարցը լուրջ հարց է, գիտեք, մենակ հայերի մոտ չի դա, Ամերիկա եկել են բազմաթիվ այլ ազգեր, այսինքն գերմանացիներ, իռլանդացիներ, իտալացիներ ու մեզնից շատ ավելի մեծ թվերով։ Տեսել ենք, որ բոլորն էլ 2-3 սերունդ հետո իրանց ինքնությունը կորցրել են։ Էլի մենք կարողանում ենք ինչ-որ չափով պահպանենք դա էլ հիմնականում մեր հաստատված սփյուռքյան կազմակերպությունների շնորհիվ է, ինչպես ինե դաշնակցությունը, որը ունի իր ուղեկից տարբեր տեսակի կազմակերպություններ, թե մշակութային, թե սպորտային, սկաուտական եւ այլն, այսինքն որովհետեւ կազմակերպված ենք, համեմատաբար մենք կարողանում ենք մի քիչ ավելի հետ գցել, այսինքն այդ ցուրման process-ը, բայց ինքնաբերաբար լինում է դա, այսինքն տեսնում ենք, որ խառնամուսնությունների թիվը գնալով աճում է, երեխեքը նույնիսկ դժբախտաբար հայկական դպրոց գնացող երեխեքը նախընտրում են միանց հետ անգլերեն խոսել, չնայած լավ խոսում են հայերեն, բայց առօրյա, այսինքն իրենց շփումը անգլերենով են անում, դա է իրավիճակը։ Շատ լավ, ես իմ հաղորդման հյուրերին միշտ հարցնում եմ, որն է ձեր ուղերձը առհասարակ հայաստանցիներին, որպես սփյուռքը ներկայացնող մարդ։ Ես կարծում եմ, որ մեր հայրենակիցները մեծ բեռ ունեն իրենց վրա, այսինքն դուք ձեր վրա, որովհետև այսօր մեր միակ օթևանը աշխարհում Հայաստանն է, այսինքն որևէ երաշխիք չունենք այլտեղ, տեսնում ենք, որ շատ ավելի կայացած սփյուռքյան գաղթօջախներ, ինչպիսին են օրինակ Լիբանանը, Սիրիան, չէ, Իրանը, այս վերջին տարիների ընթացքում հատկապես քանդվեցին, թե անվտանգության հարցեր առաջացան, թե նյութական, ֆինանսական հարցեր առաջացան, դրա համար հայի համար մի օթևան անհրաժեշտ է, սա մեր հայրենիքն է, դուք այդ բեռն եք կրում, որ այս երկիրը կայուն պահեք, ապահով պահեք, որպեսզի ոչ թե մենակ ձեր համար, այլ աշխարհի բոլոր հայերի համար մի հայրենիք լինի, որ ի վերջո կարողանանք համախմբվել, եթե նույնիսկ ինչ ասեմ, անհրաժեշտության դեպքում, այսինքն նույնիսկ եթե ցանկությամբ չէ դա, չէ, որովհետև դժբախտաբար հայերս նես չի որ ցանկությամբ են որևէ մեկը արտագաղթել։ Իմ ընտանիքը դեռ սովետական ժամանակներին է արտագաղթել, այն ժամանակ, այսինքն նյութական առօրյայի, այսպես կոպիտ ասած, հացի հարց չէր։ Այն ժամանակները տարբեր, այսինքն քաղաքական ռեպրեսիաների հարցեր, իմ հորս պապը դաշնակցական է եղել Ռումինիայում ու հենց ներգաղթից անմիջապես մի քանի ամիս հետո
Սիբիր է ակսորվել ու միշտ այդ վախով են ապրել, այսինքն դա այդ պատճառներով են այն ժամանակ գաղթել։ Իսկ 90-ական թվականներից սկսած մինչև հիմա Հայաստանից արտահոսքը հիմնականում նյութական, այսինքն ֆինանսական աշխատանքի հարցերով է որ լինում է, բայց մարդը գնում է այնտեղ, որտեղ կարող է ապրել։ Դրա համար հայրենիքը կարևոր է բոլորիս համար, ոչ թե մենակ որպես տուրիստային տեղ, այլ որպես օթևան, որ հայը ինքն իրան զգա, որ աշխարհում մի անկյուն ինքնության պահպանման կենտրոնը սա է, որտեղ առհասարակ սփյուռքագիտության մեջ այսպեսի մի հայտի միտք կա, որ ասում են սփյուռքը առհասարակ ձուլումը ու ծածումը երկարացնող գործընթաց է, հետաձգող գործընթաց է, բայց ինչպես դուք նշեցիք, բնականաբար մի քանի սերունդ հետո արդեն շատ դժվար է երաշխավորել, որ կպահպանվի ինքնությունը, կպահպանի դրսում։ Հետևաբար ինքնության պահպանման ցանկացած ազգի ինքնության պահպանման կենտրոնը հայրենիքն է։ Բնականաբար ու ի տարբերություն, այսինքն միջնարևելյան մեր դասական գաղթող օջախների, այդ երկրներում հայերը այդքան զուլման չեն ենթարկվել, որովհետև ինչ որ պատնեշ է եղել, չէ, տարբեր կրոն, տարբեր ազգություն, այսինքն այդքան էլ հեշտ հայը Իրանում չի կարողացել զուլվել կամ նույնը Լիբանանում եւ Սիրիայում, որտեղ նա արաբ է, մուսուլման է, դու քրիստոնյա ես, հայ ես։ Իսկ Ամերիկայի նման երկրում, ուր կրոնը այլևս հարց չէ, գույնը հարց չէ, այսինքն շատ ավելի արագ է այդ ամեն ինչը ընթանում, ու այսօր դժբախտաբար, երևի դժբախտաբար, արդեն ամենամեծ թվով Ռուսաստանից բացի, որ Ռուսաստանը սփյուռք չի համարվում, արդեն Ամերիկայում է, որ մեր, գիտեք, ժողովուրդը հավաքվել է, այն երկիրը, որտեղ ամենահեշտն է զուլվելու։ Ռուսաստանը սփյուռք է անշուշտ, բայց Ռուսաստանում էլ ցավալի կողմ ունենք, որ շատ ավելի արագ են կարծես թե զուլվում, շատ արագ են լեզուն նաև մոռանում կամ չգործածում, մոռանալ չասենք, քիչ են գործածում, հատկապես երեխաներ եւ այլն։ Իսկ հետաքրքիր է այս խնդիրը գլոբալ առումով զգում են, թե միայն զգում են այն շրջանակները, ովքեր օրինակ համայնքային կյանքի մեջ են ներգրաված, ավելին այդ հոգսով են ապրում, ինչպես օրինակ դուք եւ ձեզ նման շատերը, որոնք կազմակերպություններ են ղեկավարում եւ կազմակերպությունների առաջնահերթություններից մեկը հենց հիմնական օրակարգ հայապահպանությունն է, բայց ցավոք սրտի ոչ բոլորն են ապրում այդ մտահոգությամբ, ավելի շատ ապրում են իրենց սոցիալական կենցաղային հարցերով, այսինքն այդքան էլ ուշադրություն չեն դարձնում կամ ներգրաված չեն։ Հայ կուզենայի հասկանալ, թե առհասարակ մնացած միջին վիճակագրական հայը, որ ներգրաված չի հայկական կազմակերպությունների մեջ, նա հասկանում է այս ամենը։ Ճիշտ բանի վրա ձեր մատը դրեցիք, ուրեմն ինչպես քիչ առաջ նշեցինք, տարբեր շերտերի սփյուռք ունենք։ Նրանք, ովքեր տարիներով ապրել են սփյուռքում, այսինքն Լիբանահայը, Սիրիահայը, Իրանահայը, երբ գաղթել է Լոս Անջելես, արդեն իսկ այդ հասկացողությունը ունի, որ պետք է ջանա, այսինքն ինչ որ աշխատանք պետք է տարվի։ Միութենական կյանքի սովոր է։ Միութենական կյանքի սովոր է եւ նա գիտակցում է, որ իր ինքնությունը պահպանելու համար ինչ որ ջանք է պետք, չէ՞, այսինքն ինքնաբերաբար դա չի ստացվում։ Իսկ հատկապես վերջին տարիներին Հայաստանից եկողը դեռ այդքան հեշտ չի գիտակցել, որ հայ մնալը իրոք մեծ բեռ է սփյուռքում։ Դու ահագին ներդրում պետք է անես, որ հայ մնաս, ինքնին չի ստացվում։ Իհարկե կայանալուց հետո արդեն սկսում են այդ հարցերին անդրադառնալ, զգում են, որ չգիտեք, մենակ առօրյա սոցիալական հարցերով չի, որ պետք է զբաղվել, պետք է ինքնության մասին մտածել ու տեսնում ենք, որ մի քիչ կայանալուց հետո նաև օրինակ Հայաստանից եկողներն են ջանում, որ իրենց երեխաներին, եթե ոչ հայկական դպրոց, գոնե ասենք հայկական պարարվեստ, երկ մշակութային տարբեր կենտրոններում արձանագրում են, որպեսզի շարունակեն։ Բայց մի մասն էլ կա, որ իհարկե դժբախտաբար եւ դա միայն սփյուռքում չէ, հայրենիքում էլ եմ ես ականատես, որ իր համար այսինքն այդ դասական հայկական այդքան էլ չի հետաքրքրում, ավելի մետրոպոլիզացված մտածելակերպ ունեն։ Այդ բաժինն էլ կա, այդ մասն էլ կա իհարկե։ Հուսանք, որ աստիճանաբար այդ մտահոգությունները լուծում կստանան, այսինքն կամ ինքնությունը պահելու համար վերադարձ հայրենիք, սա է ճանապարհը,
Եթե անգամ չեն վերադառնում, ինչպես դուք նշեցիք, 1000 մի պատճառը որոշում են շարունակել այնտեղ, գոնե պիտի կարողանան հոգևոր մշակութային կյանքը ազգային բարձր հիմքերի վրա դնել եւ այդպիսով գոնե նպաստել սերունդների հայապապան առաքելության, այլապես ամեն ինչ իզուր է։ Գիտեք, սփյուռքը երբեք ինքնանպատակ ինչ-որ մի բան պետք չէ դիտել, այսինքն դասական սփյուռքը մեր կամքով չի որ ձևավորվել է, ջարդի հետևանքով է որ ձևավորվել, իսկ ավելի ուշ տարբեր, այսինքն սոցիալական հարցերով է որ ձևավորվել է, բայց գոնե մեր կազմակերպությունների համար, հատկապես նրանք, որոնք դաշնակցության հետ են առնչվում, դաշնակցության ուղեկից կազմակերպություններն են, սփյուռքը ինքնանպատակ չէ, սփյուռքը ժամանակավոր ինչ-որ մի հանգրվան է, նույնիսկ այդ հայապահպանումը մենք անում ենք այն հույսով, որ այդ ժողովրդին հայ պահենք, որ մի օր կարողանան վերադառնալ հայրենիք, չէ՞, եթե ցուրվեն գնան, այլևս վերադառնալու նույնիսկ հույսը չի լինի։ Դրա համար շատ կարևոր է, որ լեզուն պաշտպանվի, մշակույթը պաշտպանվի, բայց նաև կապերը հայրենիքի հետ։ Եթե որքան էլ այսինքն հայերեն խոսես, մշակույթին ծանոթ լինես, եթե ամիջական կապեր չունես հայրենիքի հետ, դժվար է պատկերացնել, որ այդ հանձը, որ երբեք նույնիսկ Հայաստան չի այցելել, մի օր հետ ներգաղթի Հայաստան։ Դրա համար մենք նաև ուզում ենք քաջալերենք, որ այցելեն Հայաստան, օրինակ մեր երիտասարդները, հատկապես հայ երիտասարդ դաշնակցությունը ծրագրեր ունի, որ ամառներում երիտասարդներին ուղարկում է Հայաստան, մեր հայկական դպրոցները բոլորը իրենց ավարտական դասարաններով այցելում են Հայաստան, փորձում ենք այդ ամիջական կապերը ստեղծել հայրենիքի հետ, որը առաջին քայլն է միգուցե ապագային ներգաղթելու։ Շնորհակալ եմ կարևոր զրույցի համար, կրկին անգամ ողջունում ենք Կալիֆոռնիայի հայ համայնքին, առհասարակ Ամերիկայի հայ համայնքին։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր իմ հյուրն էր Լևոն Պարոնյանը, հայ հեղափոխական դաշնակցության Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի անդամ։ Ամենևին էլ գաղտնիք չէ, որ բազմաթիվ հայեր այսօր էլ Հայաստանից, ինչպես նաև հայկական սփյուռքի այլ համայնքներից ձգտում են հաստատվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մասնավորապես ամենահայաշատ Կալիֆոռնիա նահանգում։ Սա անշուշտ ունի պատճառներ, դրանցից մեկն այն հանգամանքն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն այսօր գերտերություն է ուժեղ տնտեսական բարեկեցիկ կյանքով եւ մյուս հանգամանքն անշուշտ այստեղ հայ համայնքի կայացած լինելու հարցն է։ Հայերով երբեմն ազգական բարեկամներով համախմբված լինելու գայթակղությունը այստեղ նոր կյանքի խոստումներ է տալիս հայերին։ Սակայն մյուս կողմից որքան էլ Լոս Անջելեսում եւ Գլենդելում մեծ լինի հայերի թիվը եւ կայացած հայկական կազմակերպությունների, միևնույնն է, ինչպես աշխարհի մյուս երկրներում հայկական համայնքը նույնպես ունի այստեղ բազմաթիվ մարտահրավերներ։ Միևնույնն է, սա հայրենի հող չէ, որքան էլ որ Գլենդելը դառնա հայկական Թիֆլիս, այն Հայաստան չէ։ Այստեղ ապրող հայության սերունդներին վաղ թե ուշ սպառնում է ձուլման վտանգը։ Այսօր էլ արդեն համայնքի կարևոր խնդիրներից մեկը հայոց լեզվի պահպանումն է։ Երիտասարդներն հատկապես փորձում են աստիճանաբար ավելի շատ կիրառել անգլերենը։ Սա կարևորագույն խնդիր է հայկական ինքնության պահպանման համար։ Ինչպես կասեր բանաստեղծը, միակ ճամփան փրկության հայեր դեպի Հայաստան։ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Սփյուռքն այսօր հաղորդաշարի հերթական թողարկումն էր։ Մնացեք խաղաղությամբ եւ եղեք միաբան։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։